Հարգելի գործընկերներ, այժմ հարակից զեկույցով հանդես կգա աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկնաս Տիգրանյանը։ Խնդրեմ։ Շնորհակալություն ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի աշակերտներ եւ այս նախագծի հնարավոր պոտենցիալ շահառուներ, ես կարծում եմ, որ մենք շատ գերզգայուն թեմա ենք քննարկում եւ ընդդիմությունը բերել է մի նախագիծ, որի շահառուները մեր ըստ էության հանրության ամենախոցելի խմբերն են եւ իրենք պիտի որ սրանով հետաքրքրված լինեն, բայց ես ուզում եմ ասել, որ անկախ այս նախագծից եւ այս կարգավորումից այն օրեն կդառնա թե չի դառնա, բայց այն արդեն մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, որը մենք ստանձնել ենք 21 թվականին եւ հաստատել ազգային ժողովի որոշմամբ ընդունված մեր կառավարության ծրագրով եւ ծրագրից բխող միջոցառումներով, որն իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, այն է, որ մենք մեզ համար դրել ենք հիմնական վերջնանպատակ, որ նվազագույն կենսաթոշակը եւ միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնել պարենային զամբյուղին եւ սպառողական զամբյուղին, ավելին հավասարեցնել պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքը։ Եվ պետք է նշել, որ այս անցած 4 տարիների ընթացքում կառավարությունը հետևողական է եղել իր քաղաքականության ստանձնած հանձնառության մեջ եւ մոտ 22%-ով ավելացել են կենսաթոշակի չափերը։ Ուզում եմ նշել, որ այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը ուրեմն մեկ շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը։ Հանձնաժողովում քննարկվել է բերված նախագիծը եւ հանձնաժողովի կողմից տրվել է բացասական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ պետական կենսաթոշակների մասին օրենքում արդեն իսկ կա ամրագրված սկզբունք հոդված 4-ում, որտեղ նշվում է, որ սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության ոլորտում պետության հիմնական սկզբունքներն են կենսապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափը ապահովելը եւ հետեւաբար կրկնաբանություն անել եւ անցումային դրույթներում ավելացնել մի կետ, որ 26 թվականի հունվարից հետո նվազագույնը եւ միջին թոշակը համապատասխանաբար պիտի համապատասխանեն պարենային եւ սպառողական զամբյուղին, ըստ էության այն է, ինչ մեր հանձնառությունն է եւ մենք դա իրականացնում ենք։ Ասեմ ավելին, օրենքում ամրագրելու անհրաժեշտություն ըստ էության չկա, որովհետեւ ընտրանքային իշխող քաղաքական թիմի ծրագրից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն եւ դարձնել դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ դա արդար չէ նաեւ մյուս մեր հանձնառությունների նկատմամբ, որովհետեւ սոցիալական քաղաքականության ոլորտում պետությունը ունի նաեւ մարդկային կապիտալի զարգացման բաժնում ունի նաև այլ հանձնառություններ, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ մենք պիտի ամբողջը բերենք օրենքի մակարդակ եւ ինչ նպատակ է հետապնդում օրենքի մակարդակ բերելը, անկեղծ ասած այս հարցը մենք հնչեցրել ենք հանձնաժողովի նիստում, ինչու այն ամրագրել օրենքով, այն այսպես թե այնպես ամրագրված է ազգային ժողովի որոշմամբ հաստատված ծրագրով, որը եւս իրավական ակտ է։ Կառավարությունը այդ քաղաքականությունը իրականացնում է եւ ճիշտ է 25 թվականի բյուջեով մենք չունենք նախատեսած կենսաթոշակի բարձրացում ուղիղ իմաստով, բայց ներդրված հետվճարի համակարգի շնորհիվ քաղաքացիները կենսաթոշակառուները ստանում են 12% հետվճարի հնարավորություն։ Հետևաբար մենք կարծում ենք, որ մեր քաղաքական թիմի կամ կառավարության ծրագրի մեկ բաղադրիչ վերցնել եւ օրենքի մակարդակում ամրագրելը, դա ուղղակի ինքնանպատակ է, ինչու որ կրկնել օրենքի 4-րդ հոդվածի սկզբունքը, որը սկզբունք նորմ է բոլոր իշխանությունների համար, անկախ նրանից իրենք ունենան այդ քաղաքական կամքը թե ոչ, պարտադրված է եւ պարտավոր են ունենալ։ Եթե դա արվում է որպես հիշեցում իշխանություններին, ես ուզում եմ ասել, որ 4-րդ հոդվածն ամբողջությամբ այն բավարարում է։ Հետևաբար
համար նման հիմնավորումով հանձնաժողովը քննարկման առարկադարձնելով տվել է բացասական եզրակացություն եւ ես իմ խմբակցության գործընկերներին կոչ եմ անում եւս դեմ քվեարկել այս նախագծին, որովհետեւ նախագիծը ոչինչ չի տալիս ըստ էության եւ ոչինչ չի ավելացնում նրան, ինչ այսօր արդեն իսկ ամրագրված է իրավական ակտով եւ իրականացվում է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցեր Տիկին Տիգրանյանին։ Գրանցվել է 5 պատգամավոր, Թադևոս Ավետիսյան առաջին հարցի համար։ Տիկին Տիգրանյան, ձեր խոստումից 2021 թվականից անցել է արդեն 4 տարի, այսինքն 2025-ին էլ թոշակի բարձրացում չկա, կարելի ասել կատարմանը մնացել է 1 տարի։ Հիմա դուք հարցադրում եք անում, որպեսզի դրան պատասխանենք նաև հանրային կերպով, մի քանի թվեր, որպես իշխանության ներկայացուցիչ նաև պատգամավոր, դուք հիմա այստեղ հնչեցրեք։ Այսինքն դուք ասեցիք, որ 22% է բարձրացել միջին կենսաթոշակի չափը, շատ լավ։ Հիմա ինչքան է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը եւ որքան է միջին կենսաթոշակի չափը, սա մեկ։ Երկրորդ, որքան է նվազագույն կենսաթոշակի չափը եւ պարենային զամբյուղի արժեքը, այսինքն այն ցուցանիշները, որոնք պետք է համադրելի լինեն եւ դուք եք խոստացել, որ պետք է մոտենան, եւ այդպիսի պարագայում պարզ տրամաբանական եւ թվաբանական հաշվարկով ինչքան պետք է բարձրացնեք 2026 թվականի հունվարի 1-ից այդ չափերը, որ կատարած լինեք ձեր իսկ խոստումը։ Պարոն Ավետիսյան, այս պահին նվազագույն կենսաթոշակը 36000 դրամ է, նվազագույն պարենային արժեքի մեկ շնչի արժեքը 33004 դրամ է, այսինքն պարենային զամբյուղին այն ակնհայտորեն գերազանցում է, սպառողական զամբյուղի արժեքը 61500 դրամ է եւ նվազագույն միջին կենսաթոշակը մոտավորապես 51000 դրամի կարգի է։ Ինչքան պիտի ավելացնեք, դա կունենանք արդեն 26 թվականի բյուջետային հայտերով, որը կգա քննարկման եւ բյուջեի նախագծով, որպեսզի մենք հասնենք մեր դրած ուրեմն վերջնանպատակին։ Արձագանք։ Դուք հենց նոր հնչեցրեցիք մի մեթոդաբանությամբ հաշվարկված այդ թվերը, որը ըստ էության խոցելի է, որովհետև դա համաշխարհային բանկի մեթոդաբանությունն էր, որ տասնյակ տարիներ առաջ այդ մեթոդաբանությամբ էր հաշվում եւ մենք այդ ժամանակ նաեւ աղքատ երկիր էինք համարվում, ըստ էության այդ մեթոդաբանությունը փաստացի սպառման հիման վրա հաշվարկված մեթոդաբանությունն է, որը աղերս չունի ժամանակակից աշխարհի այն մեթոդաբանության հետ, որի հիմքում առողջապահության նորմատիվներն են։ Այսինքն ոչ թե պիտի մենք հիմնվենք փաստացի սպառման վրա, որ միշտ մնանք աղքատության ցիկլի մեջ, այլ մեր թիրախը, նաև կարծում եմ օբյեկտիվորեն, նաև կառավարության թիրախը պետք է լինի այն թիրախը, որը ընդունված է միջազգային պրակտիկայում։ Այսինքն առողջապահության նախարարության նորմատիվների հիման վրա։ Իսկ այդ թվերը էապես իրարից տարբեր են։ 75000-ից ավել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ոչ թե 61000 եւ 33000 դրամից նաեւ էապես ժամանակը չի երիքում ավել է նաեւ պարենային զամբյուղի արժեքը։ Այս հակառակ պարագայում ես սա գնահատում եմ որպես մանիպուլյացիա։ Պարոն Ավետիսյան, որևէ մանիպուլյացիայի խնդիր չկա, ես նշեցի համաշխարհային բանկի մեթոդաբանությունը եւ մնացած տվյալները հնչեցրեցի հիմք ընդունելով վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները։ Ձեր նշած դեպքում այո մեթոդաբանությունը այլ է, բայց ես չեմ ասում դուք էլ մանիպուլացնում եք առողջապահության ուրեմն բլոկով եք հաշվարկը անում։ Ես հնչեցրեցի այս ժամանակահատվածում արժեքները պարենային եւ սպառողական զամբյուղների եւ մեր գոյություն ունեցող այս պահի դրությամբ նվազագույն կենսաթոշակի չափը եւ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը եւ ուզում եմ նաեւ ընդգծել, որ մենք բարձրացրել ենք 18000 դրամից, ավելացրել ենք ուրեմն աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը 24000 դրամ, ելակետային տվյալը էականորեն բարձրացել է։ Իրինա Գասպարյան, համեցեք։ Ես ուզում եմ հարցնել, դուք
որ ասում եք 22% բարձրացել է թոշակը, սակայն հաշվարկել եք ինչքան է ընդհանրապես գույքը հարկնամյուս հարկերը, որ բարձրացել են, քանի տոկոսով են բարձրացել եւ գնողունակության հնարավորությունը հասկացաք, ասենք թե ըստ իմ հաշվարկի եւ մոտ երբ որ դիտարկում ենք ինչ է տեղ ունենում եւ այն գնահատը, որը ձեր կառավարության օրոք տեղի է ունենում, հատկապես այս տարվանից գնողունակությունը ընկել է, հետևաբար այդ 22%-ը դուք որ հաշվարկում եք, դա ավելի շուտ դուք մենակ վեկալում եք թոշակը, ասենք թե օրինակ 5000 դրամից 10000 դրամ եք սարքել, բայց ինչքանով է 10000 դրամով հնարավոր է ինչ որ մի բան առնել կամ վճարել հարկերը, դուք այդ համեմատությունը չեք արել, ես կխնդրեի դա ներկայացնել։ Տիկին Գասպարյան, ձեր բարձրացված հարցը ամբողջությամբ փոխում է քննարկվող նախագծի կարգավորման առարկան եւ կոնտեքստը, որովհետեւ մենք հիմա չենք խոսում, ասենք ձեր նախագծով, ձեր կողմից բերված նախագծով արդյոք հաշվարկված է գնողունակությունը եւ գնանկումը հաշվարկված է թե ոչ։ Մենք խոսում ենք այն մասին, որ դուք ձեր նախագծով ըստ էության մեր քաղաքական թիմի հանձնառությունը բերում եք դարձնում օրենքի կարգավորվող նորմ։ Եվ իմ նշված ես ուղղակի նշում եմ այսօրվա գործող, ուրեմն թոշակի չափը եւ վերջին 4 տարիներին դրա բարձրացումների շեմը եւ ամենևին չեմ դրա մեջ ուրեմն քննարկում կամ դիտարկման առարկա դարձնում գնանկումը կամ գնողունակությունը կամ որ ասում եք գույքահարկը բարձրանում է, այստեղ էլ ուզում եմ ասել, որ խոցելի խմբերի համար ցանկացած բարեփոխման պարագայում կան նաև արտոնությունների ուրեմն կարգավորումներ եւ առավել խոցելի խմբերը կամ սոցիալապես խոցելի խմբերը ունեն որոշակի արտոնություններ նույն ձեր նշած գույքահարկի հետ կապված եւ չեմ կարծում որ ձեր բարձրացած հարցը ամբողջությամբ վերաբերելի էր քննարկվող առարկայի կարգավորմանը ընդհակառակ ես այդ հարցը կարող եի տալ հաշվարկել եք արդյոք դուք ձեր նախագծով եւ թվային տվյալը 22% թիվը կնշի պարոն Խաչատրյանը Արձագանք Ես ասեմ դուք ասում եք չի վերաբերում է քանի որ դուք համարում եք որ 22% բարձրացել եք որպես հպարտություն որ թոշակների բարձրացած են սակայն այդ բարձրացնելը ձեր իմ հարցը վերաբերում է դրան որ Ինչքանով այդ ձեր գումարը, որ դուք բարձրացել եք, իբրև համապատասխանում է այն գնաճին, որը տեղի է ունեցել ձեր օրոք հատկապես 25 թվականին, եւ եթե դուք դա կհամեմատեք, դուք կտենաք, որ 22% ոչ թե բարձրացել է, ավելի նվազել է, որտեղ մարդիկ չեն կարող այդ գումարով ինչ որ հարկեր վճարեն կամ ինչ որ առևտուր անել։ Հարցս դա էր։ Բացի այդ, դուք 22 թվականից Ընդհանրապես թոշակի հաշվարկման ձևը մոտեցումը փոխել եք, ինչը բերում է թոշակառուների թալանը, թոշակների թալանին, կներեք։ Տիկին Գասպարյան ճիշտ անկեղծ ասած լավ չհասկացա ինչ է նշանակում թոշակի հաշվարկի ձևը փոխել եք, որը թալանի է բերել։ Հակառակը ես ասացի, որ աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը 18000 դրամից բարձրացել է 24000 դրամ եւ աշխատանքային ստաժի տարվա մեկ արժեքի գինն է բարձրացել 950 դրամ։ Հետևաբար ինչպես է փոխվել ի վնաս թոշակառուի, ես դա լավ չպատկերացրեցի։ Ինչ վերաբերում է 22% աճին, ես դա չնշեցի որպես ձեռք բերված վերջնանպատակ եւ հպարտություն, դա որպես արձանագրված փաստ, որովհետեւ մենք ունենք այդ փաստացի տվյալը եւ նաեւ այս խոցելի խմբերի համար դուք նույնիսկ նշում եք այդ գույքահարկը եւ այլն կամ որոշակի սահմանված արտոնություններ, որը բնականաբար օրենսդրական կարգավորումներով արվում է։ Արմեն Վիկիվյան Տիկին Տիգրանյան